վերաբերում է եպիսկոպոսներին։ Սիրելի հայրենակիցներ, ես երեկ Նիկոլ Փաշինյանին ասում եմ. դուք խնդրում եմ լռություն, հա։ Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում է, այդ ո՞նց է ստացվում, որ Նավասարդ Կոճոյանի մասին աշխարհ երեսի բառերն ասել եք, հոդվածներ գրվել են, ասել են սա ինչ եպիսկոպոս, ոչ եկեղեցու հետ կապ ունի, ոչ քրիստոնեության հետ կապ ունի, միակ բանը, որի հետ ինքը ասոցացվում է Բենթլիա եւ այլն, ու այդ մարդու հետ բանակցում եք նորոգման մասով։ Ես Նավասարդ Կոճոյանին գնահատական չեմ տալիս, ասում եմ դուք եք իրան գնահատական տվել։ Հիմա այդ մարդու հետ ինչ եք բանակցում, ինչ նորոգման մասին եք բանակցում։ Մարդը աղքատության ուխտը ձեր ընկալմամբ խախտել է, բա հիմա իր հետ ինչ եք բանակցում։ Եթե կուսակրոնության ուխտը ձեզ այդքան հուզում է, դուք տեսել եք այդտեղ ինչ մարդիկ կան։ Առնվազն մի հոգու հաստատ պետքա ճանաչեք, որովհետև իր ընտանիքի անդամը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ձեր կառավարությունում։ Հիմա եթե դուք պայքարում եք կուսակրոնության ուխտը խախտելու դեմ, դուք ո՞նց եք բանակցում այդ ուխտը խախտման, այսպես դեմ ո՞նց եք պայքարում մարդկանց հետ, ովքեր խախտել են այդ ուխտը։ Այդտեղ հավաքված 10 եպիսկոպոսներին առանց գնահատական տալու ասում եմ, այո, իրենք խախտել են եւ ժուշկալության ուխտը, եւ աղքատության ուխտը, եւ հնազանդության ուխտը։ Ամբողջ խնդիրն է, որ դուք պետքա Փաշազադեի եւ Ալիևի պատվերը իրականացնեք։ Հիմա ամեն անգամ գալիս եք այս քննարկումներն եք իրականացնում։ Պարոն Ռուբինյան, 18 թվականի հեղափոխության եւ մարդկանց հույսերը դուք եք այսպես կործանել, մատաղարել, մարդկանց ասել մենք գալիս ենք, որ դուք լավ ապրեք, հիմա դուք նենց լավ եք ապրում, իսկ մեր ժողովուրդը հաստատ լավ չի ապրում։